Եգիպտոսի, Քաթարի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ Շարմ el-Շեյխում այսօր նախատեսված են Իսրայելի եւ Համասի անուղղակի բանակցությունները ԱՄՆ նախագահի խաղաղության ծրագրի պայմանների շուրջ, վերջ դնելու Գազայում արդեն 2 տարի ընթացող պատերազմը եւ ազատ արձակելու պատանդներին։ Իսրայելի պատվիրակությունը գլխավորում է ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերը, իսկ արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Համասինը շարժման առաջնորդներից Խալիլ Ալ-Հայյան, որն անցած ամիս Քաթարում իսրայելական հարձակման թիրախներից մեկն էր։ Բանակցություններին ծանոթ պաշտոնյան ասել է, որ դրանք կարող են օրեր տևել։ Համասի աղբյուրն Ռոյտերզին ասել է, որ բարդ է լինելու համաձայնության գալ շարժումը զինաթափելու Իսրայելի պահանջի շուրջ, ինչը խմբավորումն անհնար է համարում, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել իր օկուպացիան եւ չի ստեղծել պաղեստինյան պետություն, ինչին իր հերթին դեմ է Թել Ավիվը։ ԱՄՆ նախագահը երեկոյան սոցցանցում կողմերին կոչ է արել արագացնել գործընթացը, սպառնալով, որ այլապես արյունահեղություն կլինի։ Ապա Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ առաջին փուլը պետք է ավարտվի այս շաբաթ, եւ հավելել շատ դրական քննարկումներ են ունեցել Համասի եւ մի շարք այլ երկրների հետ։ Կարծես ամեն ինչ ստացվում է այնպես, որ մի փոքր կսպասենք տեսնելու, թե ինչպես կավարտվի ամեն ինչ։ Կարծում եմ ամեն ինչ շատ արագ կընթանա, հանդիպումները կարծես շատ լավ են անցնում։ Համասն ուրբաթ համաձայնել է ազատ արձակել մնացած իսրայելցի պատանդներին, որոնցից մոտ 20-ը ենթադրաբար ողջ են, սակայն նաև ցանկանում է բանակցել Թրամփի ծրագրի մյուս մասերի շուրջ։ ԱՄՆ նախագահի 20 կետանոց ծրագրով Համասի կողմից բոլոր պատանդների ազատումից 72 ժամ անց Իսրայելը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, ազատի պաղեստինցի բանտարկյալներին, աստիճանաբար դուրս բերի իր զորքը Գազայից։ Այն նաև նախատեսում է Համասի զինաթափում, Գազայում միջազգային կառավարման խաղաղության խորհրդի ձևավորում եւ բացառում է Համասի մասնակցությունը Գազայի հետագա կառավարմանը։ Մոտալուտ բանակցությունների հանգամանքը չի խանգարել, որ Իսրայելը գիշերը եւ առավոտյան շարունակի հարձակումները Գազայի վրա։ Պաղեստինի տվյալներով վերջին 1 օրում 24 պաղեստինցի է սպանվել։ Պատանդների հնարավոր ազատ արձակման լուրերի ֆոնին երեկ երեկոյան Թել Ավիվում հարյուրավոր մարդիկ են հավաքվել եւ աղոթել նրանց վերադարձի համար։ Իսրայելցի մահացած պատանդներից մեկի հորեղբայրն ասում է, որ շատ ոգևորվեցին, երբ ուրբաթ լսեցին Թրամփի հայտարարությունը պատանդների հնարավոր փոխանակման մասին։ Որոշեցինք միավորվել, գալ պատանդների հրապարակ, հավաքվել եւ աղոթել, որ այդ պահը վերջապես գա, այդքան շատ օրերի գերությունից հետո։ Սա ինքնաբուխ աղոթք է վերջին 2 օրերի բոլոր նորություններից հետո։ Աղոթում ենք, որ մեր բոլոր հույսերն իրականանան եւ բոլոր պատանդները շուտով ազատ արձակվեն։ Իսրայելցի նախկին պատանդ Օհանդ Բեն-Ամին Իսրայելի կառավարությանը խնդրում է անպայման համաձայնել գործարքին, որպեսզի պատանդները հնարավորինս շուտ վերադառնան, քանզի ֆիզիկական եւ հոգեկան շատ վատ վիճակում են։ Շատ հիասթափված եմ մեր կառավարությունից, բայց իմ ժողովրդով շատ եմ հպարտանում։ Նրանք չլռեցին, պայքարեցին մեզ համար, այնպես որ ես այստեղ եմ իսրայելցի ժողովրդի շնորհիվ։ Մի շարք երկրներում էլ հավաքներ են անցկացվել ի պաշտպանություն պաղեստինցիների Ստամբուլում 3 մարդաշատ հանրահավաք եւ երթ է տեղի ունեցել։ Բելգրադում բազմամարդ երթի մասնակիցները կառավարությանը կոչ են արել ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Գազայում պատերազմի դեմ։ Գազայից տեղահանված պաղեստինցիները սակայն շատ հույսեր չեն կապում բանակցությունների հետ։ Մարդկանց մեծ մասը մտահոգված է, որ հրադադար տեղի չի ունենա եւ սա վերջին փուլն է, սա մեծ խնդիր է։ Երկրորդ անգամն է, որ տեղահանվում ենք հյուսիսից հարավ, տեղահանությունը նվաստացրել է բոլորիս, մեզ փողոց են նետել։ Ողջ աշխարհը միավորված է պատերազմը դադարեցնելու, Աստծո կամոք վերջապես Պաղեստինի պետություն ստեղծելու իր ցանկության մեջ։ Թունելի վերջում մշուշոտ լույս եմ տեսնում, Աստծո կամոք դա լավ կլինի բոլորի համար։ 2023 թվականի հոկտեմբերին սկսված պատերազմի հետևանքով ավելի քան 67,000 պաղեստինցի է սպանվել, վիրավորվել մոտ 170,000-ը, բռնի տեղահանվել է ավելի քան 1.9 միլիոն պաղեստինցի։ Իսրայելական կողմից սպանվել է 1983 մարդ։